Բանակից գումարով ազատվելու օրենքն ընդունելուց հետո ձեր կարծիքով կոռուպցիան կվերանա։ Չէ, ոնց եղել է մեծ է կլնի, ոնց կերել են մեծ է կուտել։ Իսկ շատերը կազատվեն գումարով բանակից ըստ ձեզ։ Այ երևել է, խեղճ հարիվները կմանան տունը, իսկ են հարուստներ երեխեքը կազատվեն, այսինքն դա հակառակը։ Ոնց եղել է մեծ է կլնի էլի։ Հավանական է, որտեղ ես հավատում եմ կառավարության բոլոր որոշումներին։ Ոչ։ Իսկ շատերը կազատվեն գումարի դիմաց։ Աստված որ ազատվեն։ Ծառայեն։ Այսօրվա դրությամբ ես լավ բան հələ չեմ սպասում։ Ես շատ ուզեի, որ Հայաստանը լիներ աշխարհի ամենաազնիվ, ամենամարդկային երկիր, որովհետև արժանի եք է, դրան արժանի է ընդհանուր Հայաստանը, ոչ թե մենակ Երևանը։ Դուք կարծում եք լավ կլինի, որ գումարի դիմաց ազատվեն։ Պետք է որ լավ լինի, պետք է որ փոխվի կյանքը։ Դժվար, չի վերանա։ Իսկ շատերը գումար կտան, որ ազատվեն։ Իջին ապրողը մոտ կարատա, չի կա։ 24 միլիոն։ Երեք չեր այդքան փողն է։ Չի վերանա։ Իսկ ձեր կարծիքով շատերը կազատվեն բանակից գումարի դիմաց, ասում 24 միլիոն դրամ։ Չէ, շատ էլ չեն կարա, շատ քիչ մարդ է։ Իստում է հիմարությունն է այդ որոշումը նախ, երկրորդն էլ չի վերանա, երբեք։ Չէ, չի վերանա։ Ասած ոչ մի բանը չեմ կարող ասեմ, չի վերանա, խի պետք է վերանա։ Ոնց կա, դենց էլ կմնա։ Իսկ շատերը գումարով բանակից կազատվեն։ Չգիտեմ ես։ Չեմ կարող ասեմ։ Չեմ կարծում, մանավանդ մեր Հայաստանում մի քիչ կոռուպցիան շատ թաքնված ու շատ է լինում։ Այնպես որ չես կարող մի քիչ դժվար է, որ այդպես ժամանակը ցույց կտա ավելի քիչ։ Իսկ ճիշտ է, որ գումար են սահմանել, որի դեպքում կարող են բանակից ազատվել կամ մի քանի ամիս ծառայել։ Ճիշտն ասած ես այդ լսել եմ, բայց լավ չեմ լսել, կիսա բացի հեռուստացույցից։ 18 միլիոն, 14, 24։ Հա, բայց բոլոր դեպքերում պետք է 2 տարի ծառայի, մինչև 32 տարեկանը, չէ՞։ Երևի ճիշտ է։ Հետո գիտեք ինչ, ես Աջիկ ջան, դասախոս մարդ եմ եղել, հիմա թոշակի եմ էլի Պոլիտեխնիկի ինստիտուտում։ Ինչ եմ ուզում ասեմ, դա բոլոր դեպքերում ճիշտ է, մանավանդ մեր միլիոնատեր գողերը, պաշտոնյաների, համարյա ես կասեմ 70-80% գող է։ Ճիշտ է, մեր հայրենակիցներն են, մեր հայերն են, բան չունեմ ասելու, բայց այդքան չի կարելի։ Շատ են թալանում գողանում։ Օրինակ հիմա Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը համարում են 49 միլիարդ։ Սերժինը չգիտեմ։ Լևոնին էլ չգիտեմ, mənես մի հատ տուն անտվել Լևոնին էլ Հրազդան ստադիոնի մոտը, որ դա արժեր դրան։ Իսկ Նիկոլ Փաշինյանին է։ Չէ, համատաբար ես դրանց չեմ համատի Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, բայց մեր ժողովրդի մեծ մասը հիմա չի հասկանում, ինչի համար, որտեղ մենք պատերազմի մեջ ենք եղել, Արցախը կորցրել ենք, դեր խաղաղության պայմանագիրը կնքված չի, մեր ու Ադրբեջանի միջև անդրադարձկում է Իլհամ Ալիևը, որին օգնում են մի կողմից ռուսները, առաջվա մեր մեծ եղբայրներն էին համարվում ճակերտների մեջ։ Իսկ հիմա արդեն տեսնում եմ, որ լրիվ ուրիշ է, հարմար պահաման գալիս, որ Հայաստանի վրա էլ հարձակվի, Արցախի օրենքցի, այսինքն քայքայելով Հայաստանի ինքնիշխան պետականությունը միջազգային մասշտաբով։ Մենք առանց այն էլ 1700 տարի պետականություն չենք ունեցել պարսիկների լծի տակ, հռոմեացիների լծի տակ, թաթար-մոնղոլների, արաբների, ռուսների, որ սովետական իշխանություն է կոչվել բան եւ այլն։ Հիմա բարեբախտաբար մենք
ձեռք ենք բերել այդ ինքնիշխան պետականությունը, հիմա դրանք ուզում են մեզ քայքայել։ Էլի աշները դրել են մեր հողերի վրա, որ մի 29743 քառակուսի կիլոմետր է, իսկ իրանցը միլիոններ է հասնում։ Էլի ուզում են մեզի քայքայեն վերցնեն այդ բանը, նամանաման ռուսները, որտեղ նրանք հայերից շատ օգուտ են ստացել ժամանակի ընթացքում, որ սովետական միության կազմի մեջ են եղել որպես ռեսպուբլիկա, բայց դա ինչ ռեսպուբլիկա, դրանք միշտ մեր շահագործել են մեր գիտնականների հնարածները, ստեղծածները, բաները, բոլորը իրանք օգտագործել են իրանք սեփական դարձնելու համար։ Դրա համար նրանց սիրտը վառվում է հիմա, որ հայերին կորցնում են, որ առանձին անկախ պետություն պետք է լինի, մեր լծի տակ, մեր ձեռքի տակ չի լինելու։ Դրա համար ձգձգվում է այս բանը եւ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը չի կնքում։ Առիթից օգտվելով, որ թուրքերի հետ, օսմանյան թուրքերի հետ ու գործիներ են կոչվում, որ Չինաստանից են եկել դրանք այդ մուսուլմանները։ Դրանց միջոցով ձգձգում է, որ հարմար պահը լինի, համ հողատարածք վերցան, համ պետականությունը քայքայեն։